պատմությունը այնքան հարուստ է բազմաթիվ օրինակներով, եկեղեցի լավ, այսպես ասենք, թագավորներ, իշխաններ, տարբեր այսպես հակամարտություններով եւ եկեղեցու դիրքորոշման այնպիսի հրաշալի օրինակներ ունենք, եկեղեցու այդ պարակտումից հաղթական դուրս գալու, իսկ եթե հաղթական էլ դուրս չի եկել, ժամանակավորապես վնասվել է, օրվա կաթողիկոսը նման դեպքերում միշտ տուժել է հայ ժողովուրդը եւ թագավորությունը եւ իշխանությունը։ Այդ օրինակ ուզում եմ բերել 13-րդ դարում Կոնստանտին II կաթողիկոսի օրինակը, որին ուրեմն հետում երկրորդ արքան բանտարկեց եւ Հռոմի Նիկողայոս Պապի, երրորդ Պապի ուղարկած ունիայի շրջանակում ունիթուրական այսպես շարժմանը հարեց։ Արդյունքում մենք որոշ ժամանակ անց 14-րդ դարում տեսանք Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքի կործանումը։ Այսինքն, երբ որ եկեղեցու հիմքերին փորձ է արվում խփել, հենց խփողները իրենք բերում են շատ տխուր ավարտի երկիրը։ Եվ պատմության մեջ այնքան շատ են այդ օրինակները, որ դրանից ուղղակի սովորել է պետք։ Ինչ վերաբերում է այս բարեփոխական շարժումը բողոքական հիմքերով, որովհետև եթե մենք նայենք տեսնենք երկրի ղեկավարը, քաղաքական, իր էջում ինչպիսի այսպես քարոզներ է ճակերտավոր դրել տարբեր աղանդավորական խմբերից, քարոզիչներից եւ երբևիցե չենք տեսել, որ իր սոցիալական հարթակը ինքը օգտագործի որևէ հայ հոգևորականի քարոզ դնելով։ Ի վերջո մենք այդքան հոգևորականներ ունենք, որոնց մեջ կան նաև հրաշալի քարոզիչներ, արդյոք նրանցից որևէ մեկը արժանի չէր այս տարիների ընթացքում հայտնվելու իր քարոզով տվյալ անձի սոցիալական հարթակում, եթե ինքը տեղադրում է ջանասիրությամբ աղանդավորական խմբերի այսպես քարոզներ ճակերտավոր։ Եվ եթե նայում ենք, տեսնում ենք, որ որևէ ձևով այդ մարդը չի հուշում, որ ինքը հայ առաքելական եկեղեցու զավակ է։ Սկսած իր ընտանեկան կարգավիճակից, որը այդպես էլ եկեղեցով չի օրինականացվում եւ որևէ կերպ չի օրինականացվում, նույնիսկ հայտնի էլ չէ մկրտվել է նա հայ առաքելական եկեղեցում, թե ոչ։